Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր եւ բարի գալուստ մարդկային զրույց։ Այսօր իմ հյուրը այն դերասանուհիներից է, ում անունը տարիներ շարունակ կապվում է հայկական կինոյի եւ թատրոնի ամենահիշվող կերպարների հետ։ Նա այն արվեստագետներից է, ով չի փորձել լինել բարձրաձայն, բայց իր ներկայությամբ միշտ մնացել է նկատելի։ Իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Բաբայանն է։ Բարի օր։ Բարև ձեզ։ Տիկին Ջուլիետա, նախ շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերը եւ ուրախ եմ ձեզ տեսնել իմ տաղավարում։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ջուլիետա, երկար ժամանակ է, հիշում եք, որ անընդհատ զանգում էի հրավիրելու համար, բայց անընդհատ զբաղված էիք եւ այս պահին ինչ նախագծերի վրա եք աշխատում, որ այդպես խառն էր ձեր գրաֆիկը։ Մարտամեկն է ինք նկարահանում, դրա համար է հրաժարվում, վերջացրել ենք արդեն երկրորդ սեզոնը։ Երրորդ սեզոնը հետո պետք է սկսենք։ Եվ երեխաները դիպլոմային են անում, անընդհատ զանգահարում են, ուզում են, որ անպայման նկարվեմ։ Մի քանի օր էլ մի 3-4 հոգու դիպլոմայինը անշահախնդիր գնացել նկարվել եմ իրենց հետ, որ դիպլոմայինը հանձնեն։ Խոսեցիք Մարտամեկի մասին, փաստորեն այս պահին ակտուալ սիտկոմներից մեկն է մեր իրականության մեջ։ Սպասենք երրորդ եթերաշրջանին, ինչպես եւ ազդարարեցիք։ Այո, արձագանքը շատ մեծ է եւ երեխաներից բռնած մեծերով շատ հաճույքով են նայում, թեթև հումորային, գժական ընտանիքի մասին։ Մարտամեկ, այսինքն կեսուրի բանով են ասում։ Ահա, կեսուրի։ Մարտամեկը, որտեղ նա ամեն ինչի խառնվում է։ Իսկ դուք ունեցել եք առիթ կիսուր լինելու, թե։ Չէ, ես տղա չունեմ, ես զոքանչ եմ, 2 փեսայի։ Բայց կիսուր ունեցել եք։ Կիսուր ունեցել եմ։ Մարտամեկ էր։ Մարտամեկը պարկ է։ Սինգան տա, պապան ասես ջրեղենի փողը տված է, եկել եմ տանը։ Տված չի, գրած է։ Տիկին Ջուլիետա, մեր զրույցը սկսենք ձեր տարիքից, շատերը օրինակ մեկը ես, երբ որ իմացա ձեր իսկական տարիքը, մեծ զարմանք ապրեցի, որովհետև արտաքինից շատ երիտասարդ եք երևում։ Մի կողմ թողնենք այն խոսույթը, որ ասում են, գիտեք, կնոջից տարիք չեն հարցնում։ Հիմա ուզում եմ հարցնել, որպեսզի մեր հեռուստադիտողն էլ իմանա ձեր իրական տարիքը։ Մեր հեռուստադիտողները շատ լավ գիտեն, որտեղ անցյալ տարի նշեցինք իմ 80-ամյակը եւ թատրոնում եւ հեռուստատեսությամբ եւ խնջույքով, ռեստորանում, այնպես որ շատ լավ գիտեն։ Հիմա 81 եք։ Այո։ Այս տարիքում շարունակում եք նկարահանվել, աշխատել։ Այո։ Եվ դուք միակ դերասանուհին եք, ով երբեք բեմը չի փոխել։ Հիմնականում Սունդուկյանցի եք։ 65 թվականից Սունդուկյանի թատրոնի դերասանուհի եմ եւ Անդավաճան Սունդուկյանցի եմ։ Շատ լավ։ Որտեղ հրավերներ եղել են տարբեր թատրոններից, բայց ես միշտ մերժել եմ, որովհետեւ Սունդուկյանի թատրոնը ամեն դեպքում իմ կարծիքով առաջինն է մեր հանրապետությունում։ Հիմա Սունդուկյան թատրոնի տարիքով մեծը, այո, ես եմ։ Դուք եք։ Դե մեր մեծերը գնացին ցավոք սրտի, ես աշխատել եմ նրանց հետ 65 թվականին, երբ որ թատրոն եմ ընդունվել, մի ամբողջ աստղաբույլ էր թատրոնում այդ ժամանակ։ Դե ես երեխա էի, ժամանակ այդքան չէի հասկանում, թե ում հետ գործ ունեմ։ Փափազյանի հետ էլ իմ սիրտը լերդերում ինքը խաղում էր, մենք մասսայական տեսարանում մասնակցում էինք։ Ավետ Ավետիսյան, Ջանիբեկյան, Մուրադ Կոստանյան, անունները որ տամ երևի մի ժամ պետք է, որ բոլորի անունը տամ, Վերջալույս Միրիջանյան, Արուս Ասրյան, Սիրան Ալավերդյան, շատ էր եւ կոնկրետ ես նրանցից շատ բան եմ սովորել մեր մեծերից, որովհետեւ այդ ժամանակ նախ շատ դժվար էր թատրոն ընդունվելը։ Եվ եթե դու նույնիսկ մի փոքր էպիզոդ էիր խաղում նրանց հետ, դա մեծ պատիվ էր ու մեծ հաճույք մեր մեծերից եւ բեմում ես սովորում եւ դրսում կենցաղում ոնց որ մի ընտանիք լինեին էլի մեզ նայում էին երեխաների պես
Շատ լավ էր այն ժամանակ, չգիտեմ, մեր մեծերը ափսոս շուտ հեռացան։ Միայն թե տարիներ հետո ենք սկսում գնահատել։ Հա, հետո ես հասկանում, որտեղ այն ժամանակ երիտասարդես չես հասկանում այդքան։ Հիմա որ հետադարձ հայացք ես գցում, նոր հասկանում ես, թե ինչպիսի մեծությունների հետ ես բեմ դուրս Հիմա եկել։ երիտասարդների համար դուք եք այդ էտալոնը։ Չի ասի երևի, որովհետև հիմա մեր երիտասարդների համար շատ հեշտ է եւ բեմ մտնելը եւ նկարվելը։ Ես չգիտեմ, օրինակ Բաբկեն Ներսիսյանի հետ մենք ներկայացմանը մասնակցում էի, ես սպասում էի անհամբեր թե երբ դե ներկայացումը խաղանք։ Այնքան կամ Մետաքսա Սիմոնյանի ամեն մեկը մի աստղ էր իսկապես։ Այո։ Այ հիմա մի հատ դեր են խաղում, արդեն դա աստղայինը տարել է։ Այդպես չի, իսկ նրանք տարիներ շարունակ գլխավոր դերեր էին խաղում։ Մենք ես եթե նույնիսկ ներկայացմանը չէի մասնակցում, անընդհատ կուլիսներից կամ դահլիճ էի գնում, նայում էի իրենց ոնց են խաղում, ինչ են անում։ Չեմ ասում Վարդան Աճեմյանի նման հանճարեղ ռեժիսորը, որ երևի 100 տարին մեկ է ծնվում այդպիսի ռեժիսոր, երբ որ փորձեր էր անում, դահլիճը լիքն էր։ Նստում էին, նայում էին դահլիճում, թե Վարդան Աճեմյանը ոնց է փորձում։ Այդպիսի դրվածք կար թատրոնում։ Շատ արվեստագետներ ասում են, բեմն ու անձնական կյանքը երբեմն պայքարում են իրար հետ։ Ձեր դեպքում ինչպես է ստացվել։ Կյանքը կապել եք թատրոնի հետ, դա ավելի շատ օգնել է, թե խանգարել անձնական կյանքին։ Միշտ առաջինը աշխատանքն եմ գնահատել, որովհետև ես այնքան շատ էի սիրում թատրոնը, արվեստը, որ նույնիսկ դժվարությամբ, բայց ամեն ինչ հասցնում էի երեխաներին, մանկապարտեզ, դպրոց, օգնող չկար, դժվար է, շատ դժվար։ Նույնիսկ մեծ աղջիկս ներկայացումներին մասնակցել է, որովհետև երեկոյան ցերեկ ասենք մանկապարտեզը իր տան, բայց երեկոյան նայող չկար, Վարդան Աճեմյանը երեխաներին էլ մասնակցեցին ներկայացումների մեջ, արդեն ազատ ելքումուտ կար, թե չէ ժամանակ շատ խիստ էր, ով կթողեր կոմենդատուրայից բարձրանային բեմ, տենց բան չկար։ Մեր ժամանակների պես չի։ Չէ, հիմա շատ ամեն ինչը հեշտացել է։ Տիկին Ջուլետտա, ամուսնալուծությունից հետո չեք ամուսնացել, միայնակ մեծացրել եք ձեր երկու դուստրերին եւ հիմա նաեւ արդեն թորների դաստիարակությամբ եք զբաղվում, հա, որպես երջանիկ տատիկի։ Չէ, ասի զբաղվում եմ այդքան, անկեղծ ասած, որովհետեւ մեծ աղջիկս այստեղ չի Մոսկվայում են, արդեն 35 տարի է, իսկ փոքրն էլ ինքը կարողանում է հասցնի, չնայած էլ ավարտել, շատ էլ ուզում դերասանուհի դառնար, բայց ես ասեցի չէ, շատ դժվար ճանապարհ է, պիտի ամեն ինչ մոռանաս, թողնես, մենակ ու այն վատ տարիներն էր, ինքը արվեստաբանական ավարտեց, գերազանց, բայց հետո որ ամուսնացավ, արդեն չի աշխատում, 3 տղա ունի, արդեն երկուսը նույնիսկ ամուսնացած են, մեծ Թորնիկներ ունեք։ Թորնիկները մեծ են, իմ թորնիկները։ Մոսկվային մեկը իրավաբանականն ավարտել, մյուսը մենեջերական։ Ձեր թորները եւս ամուսնացել են։ Թորը, հա, աղջիկը ամուսնացած է, տղան դեռ ոչ, Մոսկվայինը, իսկ տեղինը 3 տղա, 2 ամուսնացած են։ Ծոր ունեք։ Ծոր չունեմ, չէ, հանդատ ասում եմ, շուտ արեք, ծոր եմ պիտի տեսնեմ նոր մահանամ։ Ստեղին 3 տղա են, 2-ն էլ ամուսնացած են, բայց հլը ծոր չունեմ, փոքրն էլ այս տարի Արեգս ընդունվել է Սորգոնի համալսարան, քվանտ ավարտեց, ընդունվել է, հիմա դիմել է նաև Գերմանիա, Մյունխեն, հա, տեսնի որտեղ կանցնի, այնտեղ անցել է հիմա, եթե Մյունխեն է, նոր կորոշի որտեղ, շատ խելացի, սովորող երեխաներ են բոլորն էլ։ Այո, հպարտությամբ եք պատմում ձեր շարավիղների այսպես հաջողությունների մասին։ Դժվար չէր ձեզ համար անցած 4 տասնամյակը, որ դուք միայնակ եք անցել ձեր կյանքի ճանապարհը։ Առանց հենարանի, առանց տղամարդու։ Չէ, սովորել եմ արդեն։
միշտ իմ բնավորության մեջ կա ինքնուրույն ամեն ինչը անել։ Այն ժամանակ ասենք կինոստուդիան կար, ձայնագրությունները, ֆիլմերը թարգմանում էինք հայերեն, ես անընդհատ ձայնագրության էի, այսպես ասած, փող էինք աշխատում, որովհետև թատրոնի աշխատավարձները միշտ քիչ է եղել, եւ կինոստուդիան դա օգնում էր, նկարահանում, ձայնագրություններն, հետո ռադիո, տելե, այդ ժամանակ կար աշխատանք։ Հիմա դե արդեն հիմա էլ սերիալներն են, հաղորդումներ են, այդպես, թե չէ առանձնապես դե ոչ բան հեշտությամբ չի տրվում իհարկե, ամեն ինչ էլ դժվարությամբ է կյանքում հաջողվում։ Հիմա այդպես հեշտ պատմում եմ, բայց ամեն օր դա Այս տարիները լոկ թվեր չեն, որ ներկայացնում ենք, այդտեղ մարդկային կյանք է, այդտեղ փորձությունների հաղթահարման փուլ է։ Հետո մեկը զգում ես, որ երիտասարդություն անցավ, կինոստուդիայի պատվալում ձայնագրելուց մենակ կամ ռադիոյում։ Ինչ Ջուլիետա, խոսեցինք դերերի մասին, ասեցիք սերիալներ, սիթքոմներ, ձեր անցած ուղու ընթացքում որ ֆիլմը կամ որ դերն է, որ ձեր մեջ տպավորվել է այսպես կամ մարդկանց մեջ որ միշտ հիշում են։ Վստահ եմ ասել են ձեզ։ Ասեմ Հունան ջան, ուրեմն 20 տարի ես թատրոնում էի։ Դե թատրոնը գիտեք, բեմը դահլիճը հեռավորության վրա չէ։ Մի հատ ռեկլամ նկարվեցի, այդ ռեկլամից հետո ես չէի կարողանում փողոց դուրս գալ ամեն րոպե։ Որ գովազդ։ Դուք դժվար թե տեսած լինեք, Չիբուխի ռեկլամներ, սիգարետի։ Ես հիշում եմ դա։ Անտեղ առանձնապես բան էլ չկար, բայց չգիտեմ ինչի, այդ ժամանակ մանավանդ գնում էի շրջանները համերգային ծրագրով, ով տեսնում էր այնտեղ մի շարժում կա, անում էի, այսինքն որ ճանաչեցինք։ Հետո դրանից հետո վերջի շրջանում հիմնականում կորած բոլորվածը, որ անընդհատ եւ Facebook-ով են գցում եւ Instagram-ով հայերը ոնց են գնում հարց ուզելու։ Կարմիր Նիվայի իջնելու պահը։ Այդ տեսարանները շատ են հավանում ժողովուրդը, նույնիսկ բառերն են օգտագործում։ Այո։ Օրինակ ես վերջերս ես ու Լևոնը մի հատ ռեկլամ էինք նկարվում, իրանք խնդրել էին, որ ծեծումը, այդ կամած գոմի դուր չի, անպայման այդ ֆրազան ասվի էլի։ Այնպես որ ժողովուրդը եթե մի բան հավանում է, չի կարող։ Միանշան։ Ցույց տա որ հավանել է։ Ես իմ թեկուզ մի փոքր բան միշտ ուշադրության կենտրոնում եմ ամեն դեպքում։ Իմպրովիզի սիրահար եք եւ կարծեմ կորած մոլորվածում իմպրովիզներ եք արել այդ։ Դե որովհետեւ այնտեղ տեքստ չկար, մեքենայի մեջ բան։ Այդ բոլորը իմպրովիզով ես ինքս արեցի, որովհետեւ ասեմ ձեզ, եղբայրս որ Նիվան նոր էր մոտ հանգել, Նիվա էր առել, միշտ ինձ հետևն էին նստածում, որտեղ էին գնում, այն վարձել է երեխա է։ Ասում է, ով մեքենան փոխի էլի, ես փոխի, ես մի դրտանի։ Այդ րոպեին հիշեցի, մոծրեցի էլի, և ռեյսորը Գորգ Իրակոսյանը, որ տաղանդավոր ռեյսորը, ասեց ասա, պրոբլեմ չկա։ Եվ հենց դա մնաց մարդկանցի շողության մեջ։ Հրաշալի է։ Երբեք չխաղացած, բայց երազած դեր ունեք։ Իհարկե։ Շատ։ Դե չեմ ասի արդեն, որտեղ երազանքները մեկա չի կատարվել է, ինչ ասեմ։ Բայց հայ կնոջ կերպար, որ ասենք աղունի նման կերպար աշնանալ, այդ տիպի կերպար։ Կամ Գալանովենցի կերտած կերպարներից։ Դե նա ուրիշ էր, սա ուրիշ կերպար էր էլի, Հրանտ Մաթեոսյանի այդ հայկական կնոջ կերպարներից, որ շատ կուզեի խաղալ, բայց դե չի հաջողվել։ Եվ իսկապես Աշնան արևը ֆիլմ չէ, կարծես փիլիսոփայություն է, սկզբից մինչև վերջ, հայկական իրականության։ Տիկին Ջուլիետա, այսօր ովքեր են ձեզ երջանկացնում, ովքեր են ձեզ ապրեցնում, ինչն է ձեզ ուժ տալիս առաջ նայելու։ Իմ թոռները, իմ երեխաները, իմ թոռները, իմ ընկերները, առանց դրա չի լինի։ Եթե նորից սկսեիք ձեր կյանքը, նույն ուղին կընտրեիք, էլի կընտրեիք դերասանություն, թատրոն։ Այո, նորից կընտրեի թատրոնը։ Իսկ դեր կա, որ հիմա այլ կերպ կխաղայիք, եթե նորից հնարավորություն լիներ։ Նայած ինչ դեր է, եթե
հնարավորություն կա փոխելու, իհարկե, կփոխեի, որտեղ ժամանակները փոխվել է, ամեն ինչ փոխվում է, նույնիսկ տեսնում եք հիմա թատրոնները մի քանի հոգով հավաքվում են բեմադրության, բացօթյա, բան, փոխվել է ժամանակները, Այո։ ամեն ինչ ժամանակի հետ։ Որ դերն է ձեզ ձևավորել որպես դերասանուհի։ Դեր դպրոցում, նախ փոքր ժամանակվանից իհարկե մեջս կար երևի, որովհետև սիրում էի միշտ երեխաներին հավաքել ճամբարում կամ որ գնում էի տատիկիս մոտ գյուղ, ինչ-որ բան բեմադրեի, բան անեի խաղի ձևով։ Հետո դպրոցում, որ վերջացնում էինք, 10-րդ դասարանում ենք բեմադրություն արեցինք, այնտեղ խաղացի, արդեն բոլոր ուսուցչուհիները, ուսուցիչները գիտեին, որ ես պայման դերասանուհի դառնամ ասվին։ Փոքր ժամանականից արդեն դա նկատելի էր։ Այո։ Եթե այսօր հետ նայեք, ինչի համար եք շնորհակալ ձեր անցած ճանապարհում եւ ում եք շնորհակալ։ Ամեն ինչի համար եմ շնորհակալ, Աստծուց եմ շնորհակալ, որ միջև հիմա ապրում ենք, շնչում ենք, առողջ ենք եւ Վարդան Աճեմյանից, որ ինքն է ինձ թատրոն ընդունել, ինքն է առաջին դերերը տվել, որ խաղացել եմ, թեկուզ էպիզոդիկ դերեր, բայց Այո։ Հիշվող դերեր։ հա։ Շատ շնորհակալ եմ լույս իջնի իր գերեզմանին։ Մենք անընդհատ ասում ենք հիշվող դերեր, բայց այդ դերը կերտողից է եւ կարծում եմ դուք ձեր ընդհանուր կերպարով, ձեր էներգետիկայով հիշեցնում եք ձեր ներկայության մասին, ես բացմանել այդպես ասացի։ Գիտեք ինչ, կարող է փոքր կերպարը լինի, 5 րոպե լինի, բեմում խաղաս հիշվի, կարող է գլխավոր դեր լինի, բայց այն չլինի, նենց որ դա կախված է, թե ինչպես ես խաղում, բեմ պետք է անկեղծ լինես առաջերտին, շատ անկեղծ։ Մանավանդ երեխաների համար, գիտեք, երեխաները այնքան նուրբ են ու շատ զգում են։ Մենք օրինակ ցերեկային ներկայացումներ ենք խաղում, մանկական երեխաները, դուք տեսնեիք ոնց էին հասկանում, ոնց են ընդունում։ Մի փոքր եթե կեղծ լինի, չեն բանանում, չեն նայում։ Արդեն աղմկում են, արդեն իրանց հետաքրքիր չի։ Դրա համար պետք է շատ անկեղծ լինես։ Բեմում չխափես ոչ մեկի։ Միանշանակ։ Անցնենք բլից տարբերակներին, թատրոն թե կինո։ Թատրոնը իհարկե առաջի հերթին, բայց կինոն մնայուն է։ Թատրոնը մի 2 սերունդ, 3 սերունդ թող նայի ներկայացումը, անցնում է։ Իսկ կինոն մնայուն է։ Սերիալ թե սիթքոմ։ Երկուսն էլ եթե նորմալ է։ Բայց սիթկոմ ավելի լավ է, որ կարճ է, էլի 16 սերիա է։ Սերիալը, որ ձգվում է մի 200 սերիա, արդեն հոգնում են, մարդիկ չեն կարողանում նայեն, չեն նայում։ Նկարահանման process-ում էլ դուք եք հոգնում։ Հա, իհարկե։ Կատակերգություն թե դրամա։ Երկուսն էլ։ Իսկ ձեր կյանքը կատակերգություն է թե դրամա։ Տրագիկոմեդիա։ Որ ասեմ այդպես։ Երևի ամենաճիշտ եւ գեղեցիկ պատասխանը։ Առաջին բեմի զգացողությունը վախ էր թե ուրախություն։ Ուրախություն անկասկած։ Ձեր ամենասիրելի դերասանուհին։ Մետաքսիա Սիմոնյան, Եվ ամենասիրելի դերասանը։ Մեհեր Մկրտչյան։ Հրաշալի։ Ձեր ամենասիրելի դերերից մեկը։ Գիտեք, այդպես չի կարելի ասել ամենասիրելի դերից մեկը, որ դերը որ խաղում ես այդ ժամանակ, դառնում է քեզ սիրելի, հարազատ։ Դու քո միջով անցկացնում ես, որ կարողանաս խաղաս այդ դերը։ Հետո անցնում է մեկ ուրիշ դերը, տենց չեմ կարող ասել, որ ամենասիրելի։ Բոլոր դերերը, որը դուք կերտել եք միանշանակ։ Այո։ Ռեժիսոր, ով ամենաշատն է տպավորել ձեզ, արդեն ձեր խոսքում ասացիք, բայց կրկնենք նորից։ Վարդան Աճեմյան։ Հրաշալի։ Երիտասարդ դերասանների մեկ խորհուրդ, թող դա գեղեցիկ խոսքերով չլինի, այլ ուղղակի լինի հստակ խորհուրդ երիտասարդների։ Երիտասարդներից մենք ենք հիմա սովորում, նրանք խորհրդի կարիք չունեն։ Բայց կուզեմ, որ շատ սիրեն թատրոնը, շատ սիրեն իրենց գործը եւ անեն պարտաճանաչ եւ անկեղծ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ հատկացրիք նաև մեր մարդկային զրույցին, ներկայացաք, կարծում եմ մեր հետևորդները եւս իհարկե բավականություն ստացան ձեր ներկայությունից եւ ձեր զրույցից։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։
Ուրախ ենք ձեզ միշտ տեսնել, միշտ այդպես գեղեցիկ երիտասարդ մնացեք եւ ամենակարևորը ժպիտը ձեզ շատ է սազում, թող անպակաս լինի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, շարունակեք հետևել Մեդիահաբի բոլոր սոցիալական հարթակներում, կիսվեք ձեր մեկնաբանություններով, թողեք ձեր կարծիքները մեր այսօրվա զրույցի մասին, իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ